Ինչ որ Հիսուս մեզ ասում է, մեզ խոսում է, մենք պետք է կատարենք եւ ապրենք, ոչ թե ձևականությամբ, ոչ թե քրիստոնեական սովորության համաձայն, ինչ որ մեզ փոխանցվել է ժառանգաբար, բայց մենք դրա կրողը չենք, բայց ուզում ենք մտնենք այլ բեռի տակ, այլ ինչ որ պիտի անես, սիրով պիտի անես։ Հիսուս գալիս է այս աշխարհի դառնության փոխարեն մեզ ուրախություն հրամցնելու։ Մենք ուզում ենք այդ հոգեվոր ուրախությամբ ապրենք, թե ուզում ենք աշխարհի դառնության մեջ լինել։ Ուրախություն ու տխրություն այս աշխարհի մեջ Դավիթ մարգարեն ասում է հարազատ քույրերի պես այցելում են մեզ։ Եթե մենք ուզում ենք տխրության մեջ, դառնության մեջ, մեղքը մեզ ամեն օր պիտի քաշի այնտեղ եւ մենք պիտի գնանք այնտեղ։ Եթե ուզում ենք ուրախության մեջ, մենք պիտի գնանք դեպի Քրիստոս։ Մենք Քրիստոսի եկեղեցու հարսի զավակներն ենք։ Մինչև որ դու Քրիստոսին չհրավիրես քո կյանք, Քրիստոս չի կարող քո կյանք ուրախությամբ լցնել։ Քանի դու դեռ Քրիստոսին չես հրավիրել քո կյանքի մեջ տեղ ունեցող ցավը, վիշտը, սուգը հարատև պիտի դառնան։ Քանի դու Քրիստոսին չես հրավիրել քո կյանք, դու ամեն օր պիտի վախենաս։ Քանի Քրիստոս քո կյանքի մեջ ներկա չէ, դու պիտի կասկածես այս աշխարհի մեջ, վախով պիտի ապրես այս աշխարհի մեջ։ Եվ վերջապես, քանի դեռ Հիսուս քո կյանքի մեջ հրավիրված չէ, դու անգամ սիրելուց պիտի հրաժարվես։ Եթե Քրիստոս քո կյանքի մեջ ներկա է, դու դառնում ես սիրո մարդը, եւ այդ սերը դրսևորումներ ունի, իսկ առանց սիրո դրսևորումների մարդը չի կարող Քրիստոսին հաղորդակից լինել եւ ճանաչել ճշմարտությունը։